25 տարվա բարձունքից կարող են փաստել, որ այո, Արցախի հանրապետությունը նույնպես նշանակալի հաջողություններ է գրանցել մարդու իրավունքների եւ ազատությունների հարգման ու երաշխավորման, ազատական տնտեսության եւ ժողովրդավարական քաղաքականության համակարգի կառուցման ճանապարհին, սակայն մենք դեռ չենք հասել քաղաքական ու սոցիալ-տնտեսական համակարգերի զարգացման ցանկալի մակարդակին, իսկ որ առավել կարևոր է, մեր ժողովուրդը մշտապես կանգնած է իր առաջնային պահանջմունքին անվտանգությանը սպառնացող մարտահրավերների առջև։ Ադրբեջանի պես հարևանի հետ երկարատև առճակատման պայմաններում Արցախի բնակչությունը ավելի քան 20 տարի շարունակ ոչ միայն գոյատևել, այլև արարում եւ զարգացնում է իր հայրենիքը։ Մենք զրկված ենք միջազգային աջակցության հնարավորություններից։ Չեն կարծում, որ ինչպես մարդու իրավունքները, այնպես էլ շրջակա միջավայրի պաշտպանության սահմաններն ու երկրի միջազգային կարգավիճակը չի ճանաչվում։ Արցախի տնտեսության եւ ավերված ենթակառուցվածքների վերականգնումը եւ հետագա զարգացումը հնարավոր են դարձել եւ ներքին ռեսուրսների արդյունավետ կառավարման եւ Մար Հայաստանի ու Սփյուռքի մշտական աջակցության ու ներդրումների շնորհիվ։ Բացի դրանից մենք բարբերաբար ներգրավում ենք նաեւ օտարերկրյա ներդրումներ, որոնք շոշափելի հաջողություններ են գրանցել։ Հետաքրքիր օրինակ է Սև խավիարի արտադրությունը, որի մեջ մի օտարերկրացի գործարար խոշոր ներդրում է կատարել եւ շուտով սկսել է Արցախից Սև խավիար արտահանելը։ Շտապում եմ հանգստացնել ձեզ, որ ի տարբերություն մեր հայտնի հարևանների, մենք չենք պատրաստվում Սև խավիարը օգտագործել դիվանագիտության մեջ։